Բարև բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեր հաղորդմանը, լրատվական ռադիոյի եթերում հայ ու տեսակ հաղորդաշարն է, այսօրվա թեման հայ ու լավագույնն է։ Թող հեռու մնա իր ժողովրդի ղեկավարությունից նա, ով մեռնել չգիտե իր հայրենիքի համար։ Ամեն ղեկավար, տասնապետ, զորավար, նախարար, որ հրաժարվում է մեռնել իր հայրենիքի համար, հանցագործ է։ Առանց բանակի հնարավոր չէ պատերազմել, բայց բանակն էլ չի կարող պատերազմել առանց առաջնորդի։ Քաջեր շատ է տեսել աշխարհը, հերոսներ սակավ։ Առաջնորդ կարող է լինել միայն հերոսը։ Շատ կուզենայի խոսել հերոսների մասին։ Այնուամենայնիվ մինչ հերոսներին անցնելը եւս մի միտք տարօրինականությունից, նժդեհյան եւս մի բյուրեղ, ես հարցնում եմ այնպես, ինչպես ոչ ոք դեռ չի հարցրել. ուր ենք գնում։ Մեզ համար տեղ կա պատմության մեջ։ Գիտե մեկը, որ բոլորովին մենակ ենք մնացել, որ ներկա չունենք։ Գիտե մեկը, որ եթե դադարենք գոյություն ունենալը, տիեզերաշենքի մեջ մի հատիկ հյուլե իսկ պիտի չշարժվի։ Գիտե արդյոք մեկը, որ իրական ազգային հերոսի կոչում շնորհվել է վերջին անգամ 1996 թվականին։ Դրանից հետո 99 թվականին Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը, որոնք սպանվեցին ազգային ժողովում, դրանից հետո 2004 թվականին հերոսի կոչում ստացել են Քրքր Կորյանն ու Շառլ Ազնավուրը եւ դրանից հետո 2008 թվականին հերոսի կոչում ստացել է Նիկոլայ Ռիժկովը։ Եթե հետ նայենք, ապա մարտական գործողությունների համար, իրական հերոսության համար վերջին անգամ հերոսի կոչում շնորհվել է 1996 թվականին, շուրջ 20 տարի առաջ, Հանրապետության 5-ամյակի կապակցությամբ։ Առջևում Հանրապետության քառորդ դարն է, 25-ամյակը, եւ մեր ազգային նկարագիրը սա է։ Վերջին 12 տարվա մեջ մեկ հատիկ հերոսի կոչում է շնորհվել եւ այդ հատիկը Նիկոլայ Ռիժկովն է։ Որևէ մեկը Նիկոլայ Ռիժկովի դեմ որևէ չարությամբ լցված չէ։ Բայց միթե սա մեր ազգային նկարագիրն է հերոսի կոչում շնորհելու։ 12 տարվա մեջ մեկ հերոսի կոչում մի մարդու, որը ընդամենը 88 թվականին մեկ ամիս փորձեց վերացնել երկրաշարժի հետևանքները, ի պաշտոնե լինելով Խորհրդային Միության Մինիստրների խորհրդի նախագահ։ Մեկ ամիս ապրեց աղետի գոտում եւ փորձեց վերացնել աղետի հետևանքները, այն, ինչի հետևանքները պարոնայք իշխանավորներ մինչեւ օրս դուք չեք կարողացել վերացնել։ Հետաքրքիր է, եթե աղետի գոտին մինչ օրս գոյություն ունի, ինչի համար է շնորհվել Նիկոլայ Ռիժկովին հերոսի կոչում։ Եվ ինչու Սիմոն Աչիկյոզյանն ու Լեոնիդ Ազգալյանը, Դուշման Վարդանն ու Հեթանոս Գագոն, ինչու այսպես կարող ենք շարունակել մինչև այսօրվա մեր հերոսները Արմենա Կուրֆանյանն ու Ռոբերտ Աբաջյանը, Թորոյանն ու Մնացականյանը եւ այսպես կարելի անունները շարունակել։ Միթե հերոսի կարիքը չունենք։ Նժդեհը պիտի ասեր պատերազմը կարելի է հաղթել անգամ առանց հանճար, բայց առանց հերոս երբեք։ Բայց ինչ որ մի պաշտոնյա հայտարարում էր, որ մենք հերոսների կարիք չունենք, մենք ունենք կանոնավոր բանակ։ Պարոնայք սպաներ, տկնեք եւ բացատրեք, ապա ինչպես եռապատիկ ավելի մեծ ուժ ունեցող, մարդկային ուժ ունեցող եւ 80 թվականի զենքերի դեմ 16 թվականի 2016 թվականի զենքերով պայքարող Ադրբեջանին ինչպես կանոնեցրեց հայ զինվորը, եթե ոչ հերոսությամբ։ Թե ձեր աշխատասենյակների բազկաթոռներն էին կանոնել նրանց դեմ որպես տանկ։ Տկնեք եւ մտածեք հերոսների կարիք ունի այս ազգը թե ոչ, եւ դուք չեք որոշելու դրա կարիքը կա թե ոչ, այս ազգը շարունակում է հերոս ծնել, ի հակառակ ձեզ նման վախկոտների, որոնք իրենց բազկաթոռներից հեռու ոչ գնում են, ոչ էլ տեսնում։
պարոնայք սպաներ, պարոնայք վերինացյանի մասնակիցներ, պարոնայք վերինացյանականներ։ Հայու լավագույնը ցավոք դուք չեք։ Եվ իբարս մեր ազգի լավագույն տղերքը այնտեղ են։ Լավագույնները այնտեղ են, որտեղ կա վտանգ։ Լավագույնները այնտեղ են, որտեղ թրծվում եւ կերտվում է հայու ապագան։ Եվ չնայած որ համառորեն փորձում եք խանգարել այդ կերտմանը, բայց այնուամենայնիվ կան այն խենթ տեսակները, որոնց համար անգամ ձեր բազմաշնոր ճակերտներով եւ մեծապատիվ էլի ճակերտներով ձեր խանգարումները ոչինչ են եւ իրենք շարունակում են ավելի քան զորեղ արարումը հայոց ապագայի։ Որն է հայու լավագույնը։ Եվ կա արդյոք պարոնայք վերինացյանականներ, տրորեք ձեր աչքերը, նայեք ձեր շուրջը, նայեք հայոց սահմանին եւ կտեսնեք հայու լավագույնը։ Նայեք ձեր բանտարկվածների մեջ, այն մարդկանց ում բանտարկել եք, ուշադիր նայեք, զննեք, խորաթափանց հայացք փորձեք ունենալ եւ նայեք նրանց հոգու խորքը, միգուցե եւ տեսնեք հայու լավագույնը։ Դուք կդատեք որոշ մարդկանց, ժամանակը կարդարացնի, բայց ժամանակը երբ որ դատի որոշ ատյանականների, որևէ արդարացնող այլևս չի լինելու։ Մտածեք ով կարող է դատել եւ ով է իրական դատավորը։ Եվ որ պալատական որոշումներով չեն տրվում հերոսի կոչումներ։ Հերոսի կոչումը տալիս է ժողովուրդը եւ որոշման տակ կնիքը դնում է ժամանակը։ Ժամանակը կնիքը դրել է Լեոնիդ Ազգալյանի եւ Սիմոն Աչիկյոզյանի, Արմենակ Ուրֆանյանի եւ Ռոբերտ Աբաջյանի, Հեթանոս Գագոյի եւ Դուշման Վարդանի, նաեւ Բախշյան Վարդանի եւ տարբեր մեր խենթ ու քաչ հերոսների անունների տակ, որոշումների տակ։ Ինչի պիտի Բեկոր Աշոտը Հայաստանի հերոս չլիներ։ Եվ ինչի պիտի հերոս լիներ Նիկոլայ Ռիժկովը, երբ որ Լեոնիդ Ազգալյանը Հայաստանի հերոս չէր։ Մտածեք, թե ինչ որոշում է կայացնելու ժողովուրդը ձեզ համար եւ ինչ կնիք է դնելու դրա տակ ժամանակը։ Վերինացյանը նման մարդկանց հերոսների կոչում շնորհելով ոչ թե շնորհ է անելու նման մարդկանց, այլ ընդամենը մաքրագործելու, սրբագրելու է իրենց իսկ մեղքերը։ Շտապեք պարոնայք, քանի դեռ անկախության 25-ամյակը առջևում է։ Միգուցե սթափվեք եւ հասկանաք ովքեր են իրական հերոսները եւ հասկանաք, որ առանց հերոս ազգը ապագա չի կարող ունենալ։ Եվ ինչքան էլ խանգարեք, միևնույն է հայոց արգանդը չի ամլացել եւ հերոսներ ծնելու է։ Նժդեհին դուք չէ, որ պիտի հերոսի կոչում տաք։ Եվ որևէ մեկը նրան իրավունք չունի կոչում տալու։ Նրա կոչումը վաղուց ժամանակը տվել է։ Եվ կանցնեն ժամանակներ եւ Լեոնիդի կոչումը կշրջանցի ձեր անունը։ Եվ փառք Աստծո, այդպես էլ կլինի։ Շտապեք սրբագրել ձեր անունները։ Շտապեք սրբագրել, քանի դեռ պատմությունը դավաճանի փաղանգը չի շնորհել ձեր անուններին։ Եթերում հայու տեսակ հաղորդաշարն էր եւ այսօրվա հաղորդումը հայու լավագույնին էր նվիրված։ Իսկ հայու լավագույնը ավելի քան իրատեսական եւ այսօր մեր կողքին ապրող համեստ ու խոնար մարդիկ են, որոնք, ինչպես կասեր Գարեգին Նժդեհը, իրական հերոսը իր մասին չի խոսում, իր մասին չի ցույց դնում, չի բարձրաձայնում խաղաղ ժամանակ։ Նա ի հայտ է գալիս վտանգի ժամին։ Շրջահայաց եղեք ձեր շուրջը եւ տեսեք իրական հերոսներին, որոնք վտանգի ժամին գալու են անօրինակ օրինակներ դրսևորելու, ցուցադրելու հերոսության եւ աստվածայնության, ազնվականության եւ ասպետականության։ Նայեք եւ միգուցե սովորեք։
նայեք վերինացիոնականներ եւ միգուցե մաքրվեք, միգուցե սրբագրեք սեփական կենսագրությունը։ Բարին ընդ ձեզ, սիրելի ժողովուրդ։